Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները։ Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը. Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում։ Վարչապետ Փաշինյանն այսօր կրկին պնդել է, թե պատերազմն անխուսափելի է, եթե ինքը չմնաց իշխանության, ընդդիմությունն էլ բացի Ղարաբաղի էջը։ Պաշտոնյաները չեն գաղտնազերծում, ինչքան պարգևավճար են ստացել։ Այն ժողովի падգամավորները միջինում վարձատրվում են այնքան, ինչքան վարձատրվում են ընդդիմադիր լրագրողները ընտրության սեզոնին։ Նա եթե որևէ քաղաքական գործիչ, պիտի ասած, էշի պես զռա եւ հավեսով զռա։ Կարծում եմ դիտումները միլիոնների խփելու։ Առաջարկում եմ պարոն Քոչյանը էշի պես զռա։ Ֆիզիկական ուժի, ինտելեկտի մրցավազքից մինչև վիրավորանքներ նախընտրական մթնոլորտը թեժանում է։ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է։ Թրամփը հայտարարում է Իրանում ճիշտ մարդկանց հետ բանակցությունների մասին, Թեհրանը հերքում է։ Քաղաքասարակությունը քննադատում է Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Շնորհավորում ենք պարոն Վարդանյան։ Խորհրդարանից սկսենք կառավարության այդ հարց ու պատասխաններ, վարչապետը հերթական անգամ պնդել է, որ եթե ընտրությունների արդյունքում ինքը չմնա իշխանության ղեկին, պատերազմ կսկսվի, հայտարարություն, որ ընդդիմությունը որակում է ընտրական շանտաժ։ Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը. Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, թե չի շարունակվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի, շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե ոչ։ Հենց դա էլ ըստ Փաշինյանի կկանխորոշի, պատերազմ կլինի, թե ոչ։ Այսօր քաղաքացիական պայմանագիրը միակ քաղաքական ուժն է, ով հստակ ասում է, որ Ղարաբաղյան շարժումը, այսինքն ոչ թե հստակ ասում է, մենք որոշել ենք եւ չենք շարունակում որպես քաղաքական մեծամասնություն Ղարաբաղյան շարժումը։ Մյուս բոլոր ուժերը ասում են, որ իրենք շարունակելու են Ղարաբաղյան շարժումը։ Եվ ժողովուրդը հետ պետք է որոշի։ Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղությունն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, ժողովուրդ ջան, շատ պարզ ընտրություն է։ Ընտրություններին մասնակցող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը իրատեսական չի համարում Արցախի անկախությունը։ Այս պահին քաղաքական ուժը առաջնային է համարում արցախցիների հայրենիք վերադարձի իրավունքը։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը օրերս խոսելով Արցախյան շարժման մասին ասել է, որ նախ պետք է աշխատել արցախցիների վերադարձի իրավունքի ճանաչմանը հասնելու համար, որից հետո արդեն անդրադառնալ նրանց անվտանգ վերադարձի հարցին։ Քոչարյանն ասել էր, որ դրան դժվար, բայց հնարավոր է հասնել։ Փաշինյանը մինչդեռ այսօր հերակա մեղադրեց նախկիններին, այդ թվում Քոչարյանին, Արցախի ժողովրդին տասնյակ տարիներով պատանդի կարգավիճակով պահելու համար։ Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված մենք ի վերջո չպետք է ասենք, որ Հայաստանի եւ Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում։ Այդ նույն մարդիկ, ում հավաքական իմ անունը ասում եմ, փախածներ։ Հիշում եք մի անգամ ստեղ ամբիոնից ասեցի, ինչ որ գեներալների մասին են խոսում, որ ասի վախկոտ դավաճանները։ Այո, վախկոտ դավաճանները եւ փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի պետականությունը, Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ։ Ոչ միայն Ղարաբաղյան շարժումը շարունակել է, այլև Հայաստանի մայր օրենքի Սահմանադրության նախաբանում ամրագրված անկախության հռչակագիրը եւս ըստ Փաշինյանի կոնֆլիկտ է հրահրում։ Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ Բաքուն սա որակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտում, պահանջելով Հայաստանի մայր օրենքից հանել այդ հիշատակումը։ Անկախության հռչակագիրը էլի ասում եմ, դա անկախության հռչակագիր չի, դա կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է։
Լինելու է սեպտեմբերին։ Վարչապետը վերջին օրերին ակտիվորեն պնդում է, թե սեպտեմբերին սպասվում է աղետաբեր պատերազմ, եթե ընտրություններում իր առաջնորդած ՔՊ-ն չստանա սահմանադրական մեծամասնություն։ Դու շանտաժ ես անում քաղաքացիներին։ Ընդդիմությունն այս զգուշացումը որակել է շանտաժ, նշելով, որ Փաշինյանը քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք է կատարում, պատերազմի սպառնալիքով փորձելով ազդել ընտրողների վրա։ Փաշինյանն այսօր էլ պնդեց, ընտրություններում իր հիմնական մրցակիցները հանդես են գալիս խաղաղությունը վերաբանակցելու դիրքերից, ինչը նշանակում է բացել պատերազմի դուռը։ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան ուժը բոլոր երեքը հանդես են գալիս, մեկ ասում է վերաբանակցենք, մեկ ասում է ուժով պարտադրենք, այսինքն ընդհանուր տրամաբանությունը դա է։ Այսինքն իրենք չեն համարում, որ այն խաղաղությունը, որը կա, այդ խաղաղությանը պետքա տեր կանգնել եւ այդ խաղաղությունը պետքա խնամել։ Իրանք ասում են, որ այդ խաղաղությունը պետքա վերաբանակցել, ինքը այն չի։ Եվ դա բացում է միանշանակ էսկալացիայի ճանապարհը։ Ընդդիմությունն այսօր ողջ կազմով բոյկոտել էր կառավարության հետ հարցոպատասխանը եւ Փաշինյանը կուսակիցների հարցերի միջոցով էր արձագանքում ընդդիմադիր ուժերի քննադատություններին ու նաեւ նախընտրական թեզերին։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած Քոչարյանը, Ծառուկյանը եւ Կարապետյանը կասկածի տակ են դնում Փաշինյանի բերած խաղաղությունը, պնդելով, որ այն իրական չէ եւ կախված է մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի քմաճույքից։ Հետևաբար ընդդիմադիր ուժերը առաջարկում են ընտրողին մի քանի պետությունների կողմից երաշխավորված խաղաղություն հաստատել։ Փաշինյանն այսօր խորհրդանի ամբիոնից հակադարձելով ընդդիմադիր ուժերին հայտարարեց, Հայաստանը մի անգամ արդեն ունեցել է երաշխավոր, որը երկիրը տարել է սպանդանոց։ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Կիպրոսի անվտանգության երաշխավորության հարցում գիտեք ով է համաձայն էլի միջազգային բաների դերակատարում ունեցել։ Գիտեք, ետ էլ գիտեք, Թուրքիան, ժողովուրդ ջան, մենք 2020 թվին ունեցել ենք, թե չենք ունեցել անվտանգության երաշխավոր, ունեցել ենք, ով է եղել այդ անվտանգության երաշխավորը, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, և այդ կազմակերպությունն է մեզ առաջնորդել դեպի սպանդանոց, չեք հավատում, Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարությունը լսեք, Բաքվում արած իր պաշտոնական թե պետական այցի ընթացքում։ Հիմա քանի որ մենք դուրս ենք եկել դեպի կառափնարան տանող ճանապարհից, մեզ ասում են, որ ոնց, այսուր եք գնում, ոնց մի րոպե։ Փաշինյանը նաև պատկերավոր նկարագրություններին անցավ ասելով, թե երաշխավորի ժամանակ Հայաստանը ուներ հորթի կարգավիճակ, որի վզից պարան գցած, որտեղ ուզում տանում էին, մինչդեռ այսօր Հայաստանի քաղաքացին է իր իսկ երաշխավորը։ Երաշխավորն է նա, որ պարանը գցել է հորթի վիզը եւ երաշխավորում է, որ ինքը նույնիսկ իրավունք չունի որոշել, թե ինքը երբ զոհողության գնա, որովհետեւ ինքը իրավունք չունի իր համար զոհողության գնա։ Ինքը կարա զոհողության գնա միայն երաշխավորի համար։ Երբ որ երաշխավորը ասի, եկելա քո մորթվելու ժամանակը, գնա մորթվի։ Հարցոպատասխանին մասնակցող արտգործնախարարն ընդունեց, որ ժամանակին իրենք Ադրբեջանի հետ բանակցում էին հենց երաշխավորի ինստիտուտը ամրագրելու համար, սակայն վարչապետի նման նա էլ պնդեց, որ երաշխավորը հետապնդում է իր շահը, ոչ ոք ինչ-որ մեկի սիրուն աչքերի համար Արարատ Միրզոյանի խոսքով երաշխավորություն չի անում եւ իր զինվորների արյունը չի թափում։ Պարգևավճարների թեման չի իջնում լրատվամիջոցների գլխագրերից, չնայած վարչապետի բացատրություններին, թե ամեն ինչ արդար է ու ըստ կատարված աշխատանքի։ Չի հրապարակվում, թե կոնկրետ որ պաշտոնյան ինչքան է ստացել, բացի այդ քննադատություն է հնչում նաև, որ համակարգը ներդրվել է ընտրական փուլում ու կարող է պետական ապարատի հազարավոր աշխատողների քվեն շահելու գործիք դառնալ։ Բոլոր պաշտոնյաների հայտարարագրերը հրապարակվում են ամեն տարվա մոտավորապես ամռան ամիսներին, տեսնեք, ոչ մի գաղտնիք չկա, հանգիստ եղեք։ Ես չեմ համարում դա պետական գաղտնիք եւ ես պատրաստ եմ հրապարակել, որ իմ հաշվին նստել է 678,000 դրամ պարգևավճար, որը ինձ համար անհասկանալի էր ու ես սկսեցի հարցումներ, թե այս ինչ գումար է նստել։ Մինչ իշխանական քաղաքացիական պայմանագրի падգամավորները չեն բացահայտում ինչքան պարգևատրումներ են ստացել նախորդին, ընդդիմադիր պատիվ ունեմից Թագուհի Թովմասյանը կոնկրետ թիվ է հնչեցնում՝ մոտ 680,000 դրամ։
Ընտրություններից առաջ կառավարությունը պաշտոնյաներին եւ պետական աշխատողներին 4.6 միլիարդ դրամից կամ 12 միլիոն դոլարից ավելի պարգևատրումներ որոշեց բաժանել նախորդ տարվա երկրորդ կեսի աշխատանքի համար։ 3.6 միլիարդ էլ ամանորի նախօրեին էին հատկացրել պարգևատրումներին։ Հայտարարագիրը կլրացնենք, կտեսնենք ամեն ինչը, այս պայն կոնկրետ թվերի չեմ տիրապետում որպես այդպեսին։ Քաղաքացիական պայմանագրի վարչության փոխնախագահ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը չգիտեր ինչքան պարգևատրում է ստացել։ Փոխարենը, ինչպես պնդում էր, լավ տիրապետում էր, թե ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր լրագրողներն ինչքան գումար են ստանում։ Ազգային ժողովի պատգամավորները միջինում վարձատրվում են այնքան, ինչքան վարձատրվում են ընդդիմադիր լրագրողները ընտրության սեզոնին։ Ասում եմ, այս պահին ուղղակի չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, կարանթուփ միջև իմ բանկը ուրիշ լինի, բան լինի, ստացած էլ չլինեմ, որպես այդպեսին, բայց հա Չէ, այս պայն ասում կարող է չեմ ստացել նույնիսկ հարկելի գործընկերներ, այդ բանկի բանի տարբերությունը։ Ազգային ժողովի նախագահի խոսքով պատգամավորների գումարը մոտավորապես համարժեք է միջին հայաստանցու աշխատավարձին։ Հաշվի առնելով, որ մենք պարլամենտական երկիր ենք, հաշվի առնելով են նյարդը, հաշվի առնելով են լարվածությունը, այն ամեն ինչի միջով անցնում է պատգամավոր, մեզ էլ պետք է դրանից բացի նաև կաթ եւ հաց ձրի տրվի, ոչ ուսուցիչը, ոչ զինվորականը մեզանից շատ պակաս առնվազն չեն ստանում։ Մենք մատերի վրա, լավ, երկու մատերի կարողա երկու հոգու մատերի վրա կարողանանք հաշվել այդքան բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներ։ Մնացածը ստանում են միջին եւ ցածր աշխատավարձ։ Հետեւաբար պետք է առնվազն ազնիվ լինել ու ասել, որ ուղղակի մեզ այդ գումարը պետք է։ Թող ասեն, որ քաղաքացիական պայմանագիրը որոշել է, որ մենք պիտի լավ ապրենք պետության հաշվին։ Կառավարության հրապարակած փաստաթղթից միայն պարզ է դառնում, որ ազգային ժողովին 667 միլիոն դրամից մի քիչ ավելի գումար է հատկացվել։ Բայց թե պատգամավորներն ու խորհրդարանի աշխատակազմի ամեն աշխատողն ինչքան պարգևատրում է ստացել, պարզ չի դառնում, անգամ ազգային ժողովի նախագահի որոշումից։ Այս հարցի պատասխանը պետք է հավելվածը տար, որն ազգային ժողովը չի հրապարակել։ Հարկատուների հաշվին միլիարդների պարգևատրումների մանրամասները կառավարությունը եւս հրաժարվել է բացահայտել։ Մերժել էին Ազատությանն ասել, վարչապետն ու նրա կաբինետը անցած տարվա երկրորդ կեսի համար ինչքան պարգևատրումներ են ստանալու։ Կառավարությունից պնդում են գումարը դեռ չի էլ փոխանցվել։ Առաջին փուլի պարգևատրումները մեծ աղմուկ էին բարձրացրել, երբ պարզվել էր վարչապետ Փաշինյանը չհաշված աշխատավարձը այդ հատկացումների հաշվին ըստ հետքի 12 միլիոն դրամ պարգևավճար էր ստացել, արդարադատության նախարարը 6-7 միլիոն։ Պետք է հստակ արձանագրել, որ սա ընտրակաշառք է, ուղղված պետական համակարգին, որպեսզի պետական ծառայողները ասեն դե քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք ամեն ինչ շատ լավ է, մեզ բարձր պարգևներ էին տալիս, ուստի պետք է գնալ եւ ընտրել նրանց կամ պետք է աշխատել նրանց համար։ Հակակոռուպցիոն փորձագետներն էլ ընտրությունների նախաշեմին աշխատանքի խրախուսման նոր ծրագրի ներդրման տակ քաղաքական կոռուպցիայի ռիսկեր տեսան։ Գումարը ստանում են, պետք է շնորհակալ լինեն։ Կան նաև հակակոռուպցիոն փորձագետներ չակերտների մեջ, որոնք ասում են, որ թոշակ բարձրացնելը նախընտրական կաշառք է, կներեք, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել աբսուրդը։ Վարձատրության նոր մեխանիզմը ներդրվել է ամիսներ առաջ։ Նոյեմբերի ընտրության նախօրյակ, ետրամբանությամբ ուրեմն 4 տարի առաջ էր ընտրության նախօրյակ։ Մարդը, որը լավ բարձրագույն կրթություն ունի, նախընտրում է աշխատել մասնավորի մոտ, զերծ մնալ լավ ու վատ լրագրողներից, հայհոյանքներից, անընդհատ ուղիղ եթերում ապրելուց եւ այլն։ Շատ անշնորհակալ, շատ անհասկացված դեպքեր են լինում եւ հետապնդումների ենք ենթարկվում մենք, մեր ընտանիքի անդամները, Պատգամավորի կամ պետական ծառայողի այո, դուք շատ ճիշտ, բայց չստանալ դրա համար միջին աշխատավարձ, նույնիսկ լինել քրքաշ, ճղված բանով, սառոճկաներով եւ գնալ երկիր ներկայացնել, պետություն ներկայացնել, ինչպես նաեւ կախված լինել ինչ որ օլիգարխներից։ Սա պետական թալան է, թույլ տվեք ասել Նիկոլ Փաշինյանի բառապաշարով, որովհետեւ եթե ինքը ասում էր, որ նախկինները թալանում էին, հիմա իրենք թալանում են մեր աչքի առաջ, իրենք վերցնում են բյուջեն ու բաժանում են իրենց մեջ։ Եթե դուք ուզում եք պետական ապարատին ոգեշնչել եւ մոտիվացնել, ապա շատ անարդար է, որ ազգային ժողովում շարքային աշխատողը ստացել է 40,000 դրամ պարգևավճար, բայց օրինակ Ալեն Սիմոնյանի խորհրդականները ստացել են 400,000 դրամ պարգևավճար։ Լիազորություններն ավարտող ազգային ժողովի պատգամավորները աշխատավարձից բացի դեռ 3 անգամ էլ մոտ 680,000 դրամներ կստանան։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօրվա նիստում օրակարգից դուրս հատուկ ելույթ է ունեցել արձագանքելու նախկին թիմակցին, որը երեկ հանդիպել էր բողոքի ցույցանող անհետ կորածների հարազատների հետ ու կոշտ խոսել իշխանության մասին։ 72-ամյա պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հաշիվներ պարզելն ուղեկցվեց ոչ պակաս կոշտ ձևակերպումներով։ Երեք մի հետաքրքիր համծիծաղելի, նողկալի դեպք է տեղի ունեցել։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ եւ ասում էր, որ դե դիմացեք 2 ամիս բան մնաց, հեսա ձեզ ռատ կանենք կեթակ, հեսա Նիկոլին ռատ կանենք իր ընկերներով կեթան ու դա անում էր Հակոբ Ասլանյանը։ Երեք ես շատ ցավալի բառով եմ ասել, որ 2 ամիս է մնացել, ձեզ պետք է ռատ անեն։ Համոզված եք, որ 2 ամսից հետո։ Հա? Համոզված եք, որ ռատ եք։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի։ Գիտեք ինչ է հիշեցի, թե ոնց էր մեր խմբակցության նիստի ժամանակ լաց լինում եւ աղաչում, որ ինքը մնա մեր խմբակցության մեջ, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, ես բեղ պահեմ ձև անենք, որ դուք ինչ չեք ճանաչում։ Ծայրից ծայր սուտ է, չկա այդպիսի բան, ես լաց լինեմ, կներեք, 3 անգամ կյանքը երկրի համար դրած մարդը կարող է ինչ-որ մի ստից բանի համար լաց լինել, հա? Մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի սենց շող կտենում են, իրանց թվում է այդ իրանք են, սենց աստղայինը տանում է, քաղաքական, մտածում են իրանք սենց լուրջ քաղաքական ապագա ունեն։ Կոնկրետ իրապարակայում իրանք քաղաքական Պանիկովսկին են եւ ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք ձեզ ռադարինգ, բայց անենց պահեցինք, որ թոշակի հարցը կլուծեք։ Ես այդ թոշակի կարիքը չունեմ։ Այնուամենայնիվ ամոթ է ձեզ հավաք պահեք եւ ձեր չափի մեջ պահեք։ Նիկոլ Փաշինյանի շողքը հանգարց չմտածեք, որ դա դուք եք կամ կարակ երբևիցե լինեք։ Իրոք 2 ամիս մնաց, հետո ձեզ երևի փողոցում մարդիկ տենան նույնիսկ չճանաչեն։ Հենց այս մթնոլորտում է թեժանում դեռ պաշտոնապես չմեկնարկած ընտրար շավը։ Էլ ֆիզիկական ուժի մրցավազք, էլ ինտելեկտուալ հարցաշար, այսօր վիրավորանքների հերթներ։ Ասեք, որն է Իսպանիայի մայրաքաղաքը, եւ ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ է։ Եթե տենցա մտեք ուղիղ եթեր ու ասեք, Քարակոսը միրգա թե կենթանի։ Նայեք, եթե որևէ քաղաքական գործիչ, պիտի ասած, էշի պես զռա եւ հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնների խփելու։ Առաջարկում եմ պարոն Քոչյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի։ Տեսնենք ինչքան դիտում կապահովի։ Խորհրդարանական ընտրություններից 74 օր առաջ իշխանություն ընդդիմություն փոխադարձ վիրավորանքների ու գրեհիկ արտահայտությունների ինտենսիվությունն էլ ավելի է ուժգնանում։ Քաղաքական ուժերն արդեն ոչ միայն միմյանց են արձագանքում, այլև կրկնօրինակում վիրավորական արտահայտություններն ու այլ ուժերի թիրախավորում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն օրեր շարունակ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին ծաղրական տեսանյութեր է հրապարակում։ Երկրորդ նախագահը նախորդին մեջբերեմ էշի պես զռալուց էր խոսում։ Փաշինյանն արձագանքեց կրկնելով նույն արտահայտությունը։ Իսկ վարչապետի աշխատակազմին ենթակա կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Լևոնյանը նույն խոսքերն ուղղեց ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած մեկ այլ ուժի տեխնացուին, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին։ Եվ այս ամենը քաղաքական ուժերի առաջնորդների մակարդակում նրանց աջակիցների շրջանում գրեհիկ արտահայտություններին նույնիսկ հայհոյանքներ են ավելանում։ Քաղաքական թեմաներով շատ ավելի բարեկիրթ խոսքեր կարելի է լսել Երևանի փողոցներում, երբ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, չհետևելով վարչապետի տեխնացուների օրինակին, հանգիստ իրար կողքին կանգնած ու միմյանց մի թթու խոսք չասելով պատասխանում էին ազատության հարցերին։ Ինչ ասեմ, Աստված խաղաղություն, այդ խաղաղությունը լավ բան է իրոք, բայց եթե դա միշտ լինի, լսում եմ բաներ, զգում եմ, որ այդ խաղաղությունը կեղծ է։ Ամենագլխավորը մեր համար խաղաղությունն է, եւ ես համոզված եմ, որ խաղաղություն կլինի։ Ազատության հետ զրուցած մարդիկ թեև տարբեր տեսակետներ ունեն, սակայն մի բանում միակարծիք են՝ քաղաքական գործիչները չափն անցնում են, տգեղ է։ Ես խղճում եմ մեր ազգին, այդ թվում եւ ինձ, որ սենց օրի ենք մենք։ Կարելի է փաստացի նստել կլոր սեղանի շուրջը, այդ այնց բարեկիրթ ձևով դնել փաստերի առաջ։ Ոչ թե իրար վիրավորել։ Ծիրուն չի, բարեկիրթ չի։
Որ ճիշտն ասեմ, շատ վատ եմ վերաբերվում այդ ամեն ինչին։ Փոխադարձ վիրավորանքների ու կոպիտ խոսքերի համատարած աղմուկի մեջ քաղաքացիներին հաջողվում է լսել, թե ինչ են առաջարկում իրենց քվեն հայցող քաղաքական ուժերը։ Ազատության հետ զրուցած քաղաքացիները շատ ավելի կառուցողական քննարկումներ կուզեին տեսնել։ Մարդավայել խոսակցություն լիներ, որ մեկը մեկին հասկանա, չվիրավորի, չկոպտի։ Դու ես մարդ, ես էլ եմ մարդ։ Ես ծնվեմ, մեծացել եմ 90 տարեկան մարդ եմ, Երևանում եմ ապրում։ Երկրի ղեկավարը իրան թույլ կտա, թե խորհրդարան ամբիոնում, թե տրելեվուզի մեջ, թե մետրոյի մեջ այդ ձևի արտահայտությունները, այդ ձևի խոսաժողովուրդ չի կարելի։ Քաղաքական գործիչ պետք է մեկ մյուսին այդ բառը ես չեմ ուզում արտահայտում։ Ես չնեման զրալի, այդ ոնց կարելի է։ Չի կարելի։ Դա մարդու պատիվը չի բարձրացնում։ Քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի գնահատմամբ կրեիկ խոսույթով եւ իշխանությունները եւ ընդդիմադիրները փորձում են համախմբել հենց իրենց աջակիցներին, սակայն այս եղանակով նոր մարդկանց հազիվ թե կարողանան ներգրավել։ Բոլորը ովքեր հիասթափված են քաղաքականությունից եւ ցկտում են չմասնակցել կամ չասոցացվել քաղաքական գործընթացների հետ, այս ամենի արդյունքում էլ ավելի են վանվելու քաղաքական միջավայրից, էլ ավելի ցածր մասնակցություն եւ քաղաքական ներգրավվածություն ունենալու, որն էլ խորացնում է քաղաքական ապաթիան հասարակության մեջ։ Քաղաքագետը հղում անելով հետազոտությունների արդյունքներին ընդգծում է 44-օրյա պատերազմից հետո բևեռացնող խոսույթ ունեցող քաղաքական ուժերը կորցրել են հանրային վստահությունը, այն որ քաղաքական դեմքերը շարունակում ու ել ավելի են թեժացնում կրքերը, գուցե պայմանավորված է գոնե իրենց աջակիցներին չկորցնելու ցանկությամբ։ Սեփական աջակիցների շրջանակները եւ շարքերը կուր պահելու համար շարունակել նման հռետորաբանությունը, չձգտելով առանձնապես այլ այս չկողմնորոշված ընտրողներին ներգրավելու ուղղությամբ։ Ինչպիսին ընդդիմությունն է, այդպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է։ Մենք շատ կուզենայինք, որ մեր ընդդիմադիրները լինեին օրինակ ինտելեկտուալ։ Իշխանական վերնախավից падգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր հնարավորություն ուներ ընդունելու, որ նման խոսույթը քաղաքակիրթ չէ, սակայն դատելով պատասխանից քաղաքացիական պայմանագիրը հետ քայլ անելու մտադրություն չունի։ Ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ իշխանության խոսույթն է։ Լրատվական կենտրոնն է ուղիղ եթերում, լուրերն անընդհատ թարմացվում են Ազատության Տելեգրամի ալիքում, այժմ էլ հաղորդման երկրորդ հատվածի թեմաները։ Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է։ Թրամփը հայտարարում է Իրանում ճիշտ մարդկանց հետ բանակցությունների մասին, Թեհրանը հերքում է։ Քաղաքասարակությունը քննադատում է Վլադիմիր Վարդանյանի ընտրությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Շնորհավորում ենք պարոն Վարդանյան։ Խոշոր հրդեհ է Ազատության պողոտայում մշակույթի կենտրոնի շենքում փրկարար ծառայությունը հայտնում է, որ 7 մարտական հաշվարկ է մեկնել, ահազանգը ստացվել է 1 ժամ առաջ 19:10-ին։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն, Ազատությունը նույնպես աշխատում է դեպքի վայրում։ Քաղաքացիական պայմանագրից օրերս դուրս եկած Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Գաղտնի քվեարկության արդյունքներից կարելի է ենթադրել, որ միայն կառավարող խմբակցությունն է մասնակցել նախկին կուսակցի ընտրությանը։ Ազգային ժողովի 107 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, քվեատուփում առկա էր 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Վլադիմիր Վարդանյան կողմ 67, դեմ 0։ Շնորհակալություն, շնորհավոր։ Շնորհավորում ենք պարոն Վարդանյան։
Չուշացավ քաղաքասարակության քննադատությունը, 10-ից ավելի կազմակերպություններ դատապարտել են Վլադիմիր Վարդանյանի առաջադրումը, պնդելով, թե այդ որոշումը վտանգում է դատարանի անկախության եւ անաչառության նկատմամբ հանրային վստահությունը։ Հասարակական կազմակերպությունները հիշեցրել են, որ նախկինում նման իրավիճակ առաջացել էր նաեւ Հրայր Թովմասյանի սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը դա որակել էր Սերժ Սարգսյանի կողմից գործուղում բարձր դատարան։ Թեև Վլադիմիր Վարդանյանը վայր է դրել մանդատն ու դադարեցրել իր անդամակցությունը խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժին, այնուամենայնիվ նրա ավելի քան 7 տարի քաղաքական գործունեությամբ զբաղվելու եւ կուսակցական լինելու հանգամանքը առերևույթ կասկած է հարուցում նրա որպես սահմանադրական դատարանի դատավոր անաչառ պաշտոնավարման հնարավորության վերաբերյալ։ Ավելին, անաչառ դիտորդի տեսանկյունից նման քաղաքական փոխկապակցվածության հանգամանքն ինքնին բացառում է նշված ռիսկերի կառավարման հնարավորությունը։ Մինչև օրս մեղադրանք չի առաջադրվել կաթողիկոսի գլուխը ջարդելու հայտարարության հեղինակին, տեսագրությունը կա։ Փոխարենը իրավապահները ջանասիրություն են ցուցաբերել նույնանման մի քանի այլ գործերով, երբ կոչերի թիրախում եղել են վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ։ Մի հատ քարտը փնկելխին սատկացան են։ Կաթողիկոսի դեմ բռնության այս կոչից 3 ամիս անցել է, բայց այս խոսքերի հեղինակին քննչական կոմիտեն մեղադրանք չի առաջադրել։ Կոմիտեից են ազատությանը հայտնել, նա որևէ կարգավիճակ չունի։ Հա, ես էլ ասել եմ, ոչ մի բռնության կոչ ես ոչ արել եմ, ոչ էլ ասենք վեհապարին դեմ եմ։ Էդվարդ Ստեփանյանը Գառնու համայնքապետարանում է աշխատում։ Կաթողիկոսի դեմ խոսել էր իշխանական կայքի տեսախցիկի առաջ դեկտեմբերի 28-ին, երբ վարչապետ Փաշինյանն իրենց համայնքում պատարագի էր մասնակցում։ Կայքից մոտեցել էին բնակիչներին ու հարցրել, ինչ պիտի լինի, որ կաթողիկոսը հեռանա։ Այս տղամարդն էլ գլուխը քարով ջարդելու տարբերակներ առաջարկել ու իշխանական կայքը դա տարածել էր։ Կաթողիկոսի հարցրեց, հեսա ոնց անենք հեռանա, թե ինչ ասի թե հեռանա, մենք արդեն անցել ենք ուրիշ խոսակցության։ Հարուցված քրեական գործով 2 անգամ հարցաքննության են կանչել ու վերջ։ Ազատությանն ասաց Էդվարդ Ստեփանյանը, ինքն էլ չհիշեց, թե վերջին անգամ երբ են կանչել։ Իր խոսքերից հրաժարվել է քննիչներին վստահեցրել, թե քարով գլխին խփելու մասին ոչինչ չի ասել։ Չեք տեսել է տեսանյութը։ Տեսանյութը տեսանց, ես ինչ եմ անում, իմ ջանը ես ասի մենակ այնտեղ բան եմ արել, այդ մի պատասխան եմ տվել, ես ինչ բաներ են արել, ու այդտենց էլ ոնցով գնաց, հետո որ կանչին միլիցիայություն, ես ոնց որ պետք է նույն բաներն ասեցի։ Տեսանյութը պահպանված է, կա համացանցում։ Քննիչները իրեն են հավատացել, թե տեսանյութին, որ մեղադրանք չեն առաջադրում։ Էդվարդ Ստեփանյանը քննության թեմայով չցանկացավ խոսել։ 2 անգամ քննչական ներկայացած տղամարդը հիմա էլ պահանջում է, որ Գարեգին II կաթողիկոսի գահից չհեռանա։ Ես ինչ գործ ունեմ, կտրիշ կամ վեհապարի մասին ուրիշ խոսքեր ասեմ։ Վեհապարը մեր վեհապարն է, թող մնա իրան տեղը, ինչ գործ ունենք։ Ես ինչ գործ ունեմ, ես вообще 70 տարեկան մարդ եմ, մենակ կոմսմոմ էր, ոչ մի կուսակցության, ոչ բանամարը, ոչ էլ քաղաքականության զբաղվում էր քաղաքանը։ 8-րդ դասանում կոմսմոլ եմ, ընդունում է դա էլ է իմ քաղաքական բանը, էլ ուրիշ քաղաքականություն բանը, вообще ոչ զբաղվել եմ, այսքան տարի ոչ էլ բան եմ արել։ Մի տարի հետո ինձ գտել են մի բառի համար բերման ենթարկել, երեխուս հետ լացելով, ստրեսի մեջ, չգիտեմ ինչ վիճակում, հասնես Դիլիջան։ Քննչականը, որ մի քանի օր առաջ հրատապ պահանջել էր վարչապետի դեմ գրառում արած արցախցի Գայանեն, կեսգիշերին հարցաքննության ներկայանա, կաթողիկոսի դեմ կոչի հեղինակի գործը շարունակում է ուսումնասիրել։ Հայաստանի Հանրապետությունում բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ եւ դրանում որևէ կասկած չկա։ 2 գործն էլ քրեական օրենսգրքի նույն բռնություն գործադրելու հրապարակային կոչի հոդվածով է։ Էդվարդ Ստեփանյանին մեղադրանք չեն առաջադրել։ Գայանե Մեսրոպյանին մեղադրանք են առաջադրել ու արգելում են երկրից դուրս գալ։ Անցած շաբաթ ոստիկանները ներխուժել էին Գայանեի տուն, ձերբակալել 5 երեխաների մորն ու գիշերով 7 տարեկան աղջկա հետ հարցաքննության տարել։ Սառան ինձանա չի փոկվում, ինձանա կախված, ցուցմունք հատետի տվալ Սառայի հետ։ Գիշերը, այդ վերասում արդեն տրալա 12-ը։
Պատերազմում եղբորն ու ամեն ինչ կորցրած Գայանեն 1 տարի առաջ Facebook-յան մի գրառման տակ մեկնաբանություն է թողել վարչապետի դեմ, որտեղ սատկել բառն է եղել։ Գայանեն իր խոսքերից չի հրաժարվել, ոչ էլ քննչական ներկայանալուց։ Խնդրել էր թողնեն առավոտյան գնա, որ ոստիկաններից սարսափած փոքրիկն էլ հանգստանա, բայց չէին համաձայնել ու նոր հաչնից Դիլիջան էին հասցրել կեսգիշերին։ Ընտրովի մոտեցում արկա է, այո։ Այս երկու քրեական գործի զարգացումները ընտրովի արդարադատության ուղիղ օրինակներ են, պնդում է իրավապաշտպան Աննա Մելիքյանը։ Ու ոչ միայն այս օրինակներով իրենց ուսումնասիրությամբ են համոզվել, իրավապահները օպերատիվ ու հետևողական են միայն իշխանության դեմ գրառում անողների նկատմամբ։ Մեր մշտադիտարկումը ցույց է տալիս, որ այո, արկա է ընտրովի արձագանք իրավապահ համակարգի կողմից։ Մենք արձանագրել ենք դատական պրակտիկայի ուսումնասիրությամբ, որ ոստիկանությունը անդադար մշտադիտարկում է անում սոցցանցերում եւ անմիջապես արձագանքում է, այդ թվում նաեւ հետագա քրեական գործ հարուցելու իմաստով, արձանագրում է այն գրառումները, այն մեկնաբանությունները, որոնք որ ուղղված են իշխանության դեմ, երբ որ մենք տեսնում ենք հակառակ սուբյեկտին ուղղված, այսինքն այլ սուբյեկտին, հատկապես եթե այո, այդ թվում նաև, կամ այդպես ընկալվող ամենայն դեպս, սուբյեկտներին, ըստ էության հակառակորդների։ Այդ դեպքում մենք չենք տեսնում քննչական մարմինների նախաձեռնությամբ հարուցված քրեական գործեր կամ ամենայն դեպս դրանց մասին չի տեղեկացվում։ Մենք այդ ինչ մտածողություն է ընդհանրապես։ Այսինքն Ղարաբաղում ծնվել է անձեռնմխելիություն, Իջևանում ծնվել է անձեռնմխելիություն, Նիկոլ Փաշինյանն այսպես էր արձագանքել արցախցի կնոջ գործով ոստիկանների դետեկտիվին, իսկ այս պատմությունից մարդիկ զայրացած հիշում էին ընտրովի արդարադատության բազմաթիվ օրինակներ, որ բռնության, ատելության խոսքերի հետքերով իրավապահները գնում են, երբ իշխանականների հասցեով են դրանք։ Facebook-ում հիշել էին նաև 2 տարվա վաղեմության այս դեպքը, երբ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում վարչապետի կնոջը դիմավորել էին վանկարկումներով ու Փաշինյանին ուղղված վիրավորական կոչերով։ Իրավապահներն արագ գործ հարուցեցին, մարդկանց ձերբակալեցին ու մեղադրեցին ատելություն թշնամանք հրահրող հրապարակային խոսքերի համար։ Մեկնարկեց Արշակ arczepiskopos-ի դատավարությունը ու հենց առաջին նիստին հաստատվեց տեղեկությունը, որ գործով ապացույց է թմրանյութը կորել է։ Բարձրաստիճան հոգևորականը մեղադրանքը շինծու է որակում, հիշեցնելով, որ իրավապահների ուշադրությանն է արժանացել իր ասուլիսից օրեր անց, երբ ասել էր, որ կաթողիկոսը չի նահանջելու։ Արմավիրի դատարանում այսօր մեկնարկեց Մայրաթորի դիվանապետի դատավարությունը։ Արշակ arczepiskopos Խաչատրյանը մեղադրվում է թմրամիջոցի իրացման գործով, որը առնչվում է դեռ 2018 թվականին, երբ մարդիկ, որոշ մարդկանց խմբեր կաթողիկոսի հրաժարականն էին պահանջում։ Նա ձերբակալվել էր եւ կալանավորվել եւ 3 ամիս անցկացրեց բանտում եւ այս ամսվա սկզբին ազատ արձակվեց Վերաքնիչ դատարանի կողմից։ Այսօր դատարանում դատավորը հայտարարեց, որ այս գործով ապացույցը թմրամիջոցը իսկապես պարզվում է կորել է, անհետացել է։ Դատական նիստից հետո այս հարցին անդրադարձավ Արշակ Սրբազանը։ 18 թվականին քրեական գործ է հարուցվել, այդ քրեական գործը քննվել է, հետո կարճվել է։ Հետո 25 թվականին վերստին բացում է այս քրեական գործը, այն ժամանակ ինձ էլ հարցաքննել է։ Ես այն ժամանակ որպես վկա եմ հանդես եկել, հետո 25 թվականին բացվեց, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ մեղադրյալը ես եմ։ Ու դա դուք տեսաք, թե ուղեկցում է, ասենք եկեղեցու դեմ, այսպես տոտալ ագրեսիվ արշավի գործողությունների հետ։ Միակ ապացույցի կորելու մասին նաև խոսեցին փաստաբանները։ Մեծ հաշվով մեզ էական չի թմրամիջոցը եղել է, թե չի եղել։ Մեր պնդումն է, որ Արշակ Սրբազանին վերագրվող գործողությունները իր կողմից չի կատարվում։ Փաստաբանները բացառք հայտնեցին դատավոր Գևորգ Մանուկյանին, քանի որ նա հայտարարեց, որ մինչև դատավոր աշխատել է Արմավիրի քննչական բաժնում, որտեղ էլ քննվել է այս գործը եւ որտեղից էլ կորել է թմրամիջոցը։ Դատավորը բավարարեց այս միջնորդությունը եւ դեռ պարզ չէ, թե այս գործը հետո որ դատավորին կմակագրվի։ Եթե Արշակ arczepiskopos-ին վերագրվող ինտիմ տեսանյութի գործի քննությունը ամիսներ է տևում եւ դեռ ոչ մեղադրյալ կա, ոչ էլ քննչականը քննում է, թե ով կամ ովքեր են տարածել այս տեսանյութը վարկաբեկելով, ինչպես Արշակ Սրբազանն է նկատում իրեն, ապա իրեն վերագրվող
Թմրամիջոցի գործը շատ արագ հասավ դատարան։ Արշակ arczepiskopos-ից բացի մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 10 բարձրաստիճան հոգեվորականներ, այդ թվում ամենայն հայոց կաթողիկոսը։ Եթե նայենք ժամանակագրությանը, ապա իրավապահները նրանց բոլորին մեղադրանք են առաջադրել այն բանից հետո, երբ անցած տարի վարչապետ Փաշինյանը սկսեց պահանջել Գարեգին II հրաժարականը։ Իշխանության սկսած այս արշավին հարցազրույցում անդրադարձավ արշակ arczepiskopos-ը։ 2000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։ Հիմա գիտեք ինչ, խոսում է հիբրիդային, չէ, հարձակումների մասին։ Հիմա եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններն են ավելի շատ ինձ հուշում հիբրիդային այդպիսի պատերազմի մասին։ Այսօր ազգային ժողովը երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ ընդունեց հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք առնչվում են եկեղեցուն։ Այսուհետ պետությունը եկեղեցուն հողատարածք չի տա սեփականության իրավունքով, այլ դա կտա միայն օգտագործման նպատակով։ Մինչ իշխանությունները պնդում են, որ այստեղ միտում չկա, Արշակ Սրբազանը հայտարարեց կա միտում։ Միտում չտեսնելու համար շատ մեծ կուրություն է պետք։ Դե բարձր հերթական ռեպրեսիան է, հերթական բռնաճնշումն է, ինչ է նշանակում եկեղեցին չի կարող սեփականության իրավունքով հողեր ստանալ, երբ այդ եկեղեցիները, որոնք որ կառուցվեց են, պատմական սեփականությունն են եկեղեցու։ Հետխորհրդային մի շարք երկրներում փոխհատուցման օրենք հանդիպվել, չէ՞։ Երբ որ խորհրդային միության տարիներին, խորհրդային իշխանության տարիներին եկեղեցուն հասցված վնասների համար փոխհատուցում է տրվել։ Մինչև հիմա վրաց եկեղեցին այդպիսի փոխհատուցում է ստանում։ Իր հայտարարությունում Արշակ arczepiskopos Խաչատրյանն անդրադարձավ նաև եկեղեցուց հեռացած հոգևորականներին։ Վերջերս Սևանի եկեղեցում կարծես երբ որ գնաց սպոնտան կերպով պատարագի մասնակցելու Նիկոլ Փաշինյանը, այնտեղ Վեհապար Հայրապետյանի անունը չզեղչվեց, այսինքն ըստ կարգի հայտարարվեց եւ պատարագը մատուցվեց։ Դա բավականին այսպես դժգոհություն էր առաջացրել իրենց մոտ, դրանից հետո կարծես թե էլ չի այցելել այլ եկեղեցիներ։ Ինչ է կարծում արդյոք սպառվել են այն եկեղեցիները, այսինքն այն տիրադավ հոգևորականները, որոնք կարող են ընդառաջ գնալ եւ Փաշինյանի ցանկությամբ պատերազմներ մասնակցել, թե ինչ որ այլ իրավիճակ է փոխվել։ Ենթադրում եմ, այո։ Սպառվել, այսինքն այդ մի քանի հոգիներ, 10-20 հոգին, էլ տիրադավներ չկան ձեր շարքերում։ Դե գիտեք, չես կարող բացառել։ Նա հանգամանքներ կան, իրավիճակներ կան, չեմ կարող բացառել, չեմ կարող ստույգ։ Թե երբ կլինի հաջորդ դատական նիստը, դեռևս պարզ չէ։ Միջազգային լրահոսից 3 օր է անցել Թրամփի հայտարարած մասնակի հրադադարից, որով հետաձգվեցին հարվածները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Վաշինգտոնը գոհ է կուլիսային բանակցություններից, մինչդեռ Թեհրանը անգամ չի հաստատում, որ ամերիկյան կողմի հետ խոսակցություն կա։ Իրանը մերժել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ամերիկյան առաջարկները եւ պնդել, որ պատերազմը կդադարեցվի միայն Թեհրանի պայմաններով եւ ժամանակացույցով։ Հայտնում է իրանական պետական press TV-ն, հղումանելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, ում անունը չի նշվում։ Ըստ կառավարության կողմից կառավարվող լրատվամիջոցի Իրանը նաեւ 5 պայման է առաջ քաշել՝ դադարեցնել պատերազմը, ստեղծել մեխանիզմ, որը կերաշխավորի, որ Իրանին չի պարտադրվի նոր պատերազմ, ապահովել պատերազմի վնասների եւ փոխհատուցման երաշխավորված եւ հստակ սահմանված վճարում, դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում եւ տարածաշրջանում ներգրավված բոլոր դիմադրության խմբերի համար եւ միջազգայինորեն ճանաչել եւ երաշխավորել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխան իրավունքը։ Իրանցի պաշտոնյաներից դեռ ոչ ոք անձամբ չի արձագանքել։ Մինչ այդ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Իրանի հետ բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ, ինչը պաշտոնական Թեհրանը հերքել էր։ Դոնալդ Թրամփն ասել էր, թե պետքարտուղարն ու փոխնախագահն են ներգրավված բանակցություններում։ Նաեւ պնդել էր, թե ռազմական գործողություններն Իրանում ռեժիմի փոփոխության են հանգեցրել եւ ԱՄՆ-ն հիմա բանակցում է մեջբերում եմ ճիշտ մարդկանց հետ։ Թրամփը կրկնել էր Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, ապա նշել, թե Թեհրանն էներգետիկ ոլորտի հետ կապված մեծ զիջում է արել ԱՄՆ-ին, սակայն չէր մանրամասնել։ Շատ մեծ նվեր էր, որը հսկայական գումար արժե։ Չեմ ասի, թե ինչ նվեր է դա, բայց այն շատ կարևոր էր։ Դա ինձ համար մեկ բան է նշանակում։ Մենք գործ ունենք ճիշտ մարդկանց հետ։
Իրանի արտգործնախարարության խոսնակը սակայն հերքել էր Թրամփին, ասելով, որ չեն բանակցում, մեր ուղերձը շատ հստակ է, մենք շարունակում ենք պաշտպանվել, ասել էր Էսմայիլ Բաղային։ Իրանի բանակի խոսնակն էլ հայտարարել էր, թե ԱՄՆ-ն ինքն իր հետ է բանակցում եւ կոչ էր արել սեփական պարտությունը համաձայնություն չանվանել։ Դուք այլևս չեք տեսնի ոչ ձեր ներդրումները տարածաշրջանում, ոչ էլ էներգակիրների եւ նավթի նախկին գները, մինչեւ չհասկանաք, որ տարածաշրջանում կայունությունը երաշխավորում է մեր հզոր զինուժը։ Նախորդին Wall Street Journal-ն ու Associated Press-ը գրել էին, որ ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով 15 կետանոց առաջարկներ է փոխանցել Իրանին եւ որոշ մանրամասներ հայտնել։ Մասնավորապես Իրանին առաջարկվում է ապամոնտաժել իր 3 հիմնական միջուկային օբյեկտները, դադարեցնել ուրանի հարստացումը, սահմանափակել հրթիռային ծրագիրն ու աջակցությունն իր պրոքսիներին, ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Դրա դիմաց կվերածվեն միջուկային ծրագրի հետ կապված պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ն կաջակցի Իրանի քաղաքացիական նպատակներով միջուկային ծրագրին։ Պակիստանցի երկու պաշտոնյաներ անանուն մնալու պայմանով DPA գործակալությանը հայտնել են, որ առաջարկների մեծ մասը կենտրոնացած է միջուկային հարցերի վրա, սակայն ներառում է նաև Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները վերացնելու խոստում։ Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ այժմ Թուրքիան, Եգիպտոսն ու Պակիստանը փորձում են ԱՄՆ-ի եւ Իրանի միջև 48 ժամում հանդիպում կազմակերպել Իսլամաբադում։ Պակիստանը հաստատել է պատրաստ է հյուրընկալել բանակցությունները։ Պակիստանում Իրանի դեսպանը սակայն ասել է, թե ԱՄՆ-ի հետ դեռ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ չեն ընթանում։ Բարեկամ երկրները խորհրդակցություն են անցկացնում կողմերի հետ։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի նշվում, Reuters-ին ասել է, որ հանդիպման երկու վայր է դիտարկվում՝ Պակիստան կամ Թուրքիա։ Կկայանա հանդիպումը թե ոչ, դեռ պարզ չէ։ Մինչ այդ Reuters-ը հայտնում է, որ Պենտագոնը նախատեսում է մի քանի հազար հավելյալ զորք ուղարկել Մերձավոր Արևելք, թե կոնկրետ որ երկիր չի նշվում։ Պենտագոնը նաև պաշտպանական արդյունաբերությունը բերում է պատերազմական ռեժիմի եւ կարագացվի պաշտպանական մի շարք համակարգերի եւ զինամթերքի արտադրությունը։ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է, Թեհրանն ուշադիր հետևում է տարածաշրջանում ԱՄՆ բոլոր տեղաշարժերին, այդ թվում զորքերի, եւ կոչ է արել չփորձել սեփական հողը պաշտպանելու իրանցիների վճռականությունը։ Այնինչ չեն կարողացել անել գեներալները, զինվորները չեն կարող շտկել։ Փոխարենը նրանք կդառնան Նեթանյահուի մոլորությունների զոհը, սոցցանցում գրել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Չնայած բանակցությունների մասին Թրամփի պնդումներին, Իսրայելը շարունակել է հարվածներն Իրանին։ Իրանն էլ իր հերթին է հարվածել Իսրայելին ու ծոցի երկրներին։ Դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Իրանը հայտարարել է, որ ոչ թշնամական երկրների նավերը կարող են անցնել նեղուցով, եթե դա համակարգեն Թեհրանի հետ։ Իրանը նաև այդ մասին նամակ է ուղարկել նեղուցից օգտվող երկրներին։ Թայլանդական մի նավթատար Թեհրանի հետ բանակցելուց հետո այսօր անցել է նեղուցով։ Վաշինգտոնից ստացվող ազդակների ֆոնին եվրոպական ինդեքսները բարձրացել են, նավթի գինը նվազել է մինչև $97.6 ցենտ։ Սակայն նավթամթերքի մատակարարման խափանումը շարունակում է լուրջ խնդիրներ ստեղծել մի շարք երկրների համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի հակամարտության հնարավոր կարգավորման հարցով եւ հույս ունի, որ Վաշինգտոնը կշարունակի միջնորդական ջանքերը։ Անցած շաբաթ ամերիկյան կողմի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահն ասել էր, թե կան նշաններ, որ կարող է տեղի ունենալ գերիների փոխանակում։ Այս թվարկման վերջին լուրն էր, օրվա մյուս տեղեկությունների համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։